Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է, արագորեն դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր արդեն հետևում են մեր One Talk YouTube-յան ալիքի աշխատանքներին, թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրելով նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին եւ նախապես հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Այսօր մեր զրուցակիցն է, մեր տաղավարում է հերթական անգամ միջազգայնագետ, մեր One Talk YouTube-յան ալիքի վաղեմի բարեկամ, կարելի է արդեն ասել Դավիթ Կարապետյանը։ Պարոն Կարապետյան, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ եկել եք մեր տաղավար, եւ նաեւ քանի որ նոր տարվա մեր առաջի հանդիպումն է, մի քիչ ուշացումով շնորհավորում եմ ձեր նոր տարին լավագույն մաղթանքներով։ Աստվածտա լավ տարի ունենանք։ Այո։ Պարոն Կարապետյան, տարին սկսվել է, բայց իրադարձությունները արդեն բավականին հագեցած են, բավականին հարուստ են եւ բավականին հետաքրքիր, նույնիսկ մտահոգիչ երևույթներ կան միջազգային քաղաքականության դաշտում, եթե ինձ հետ կհամաձայնվեք, եկեք սկսենք Թրամփի այս ոմանց համար անկանխատեսելի, ոմանց համար կանխատեսելի քաղաքականության մասին ձեր քաղաքագիտական վերլուծությամբ ինչ է կարծում Թրամփը կվերջացնի ավարտին կհասցնի իհարկե ռուսական կողմի հետ եւ այլ շահագրգիռ կողմերի հետ ռուս-ուկրաինական այս արյունալի դաժանագույն պատերազմը ինչ է կարծում Թրամփը կհարձակվի Գրենլանդիայի վրա կնվաճի Գրենլանդիան ինչ է կարծում Թրամփը կնվաճի Մեքսիկան Կոլումբիան եւ այլն որովհետեւ Թրամփի կամ Կանադան կդարձնի Ամերիկայի Միացյալ Նահանգների նահանգներից մեկը թե հակառակը կլինի Դե կհամաձայնեմ, որ ինտրիգներով տարի սկսվեց, առավել ևս աշխարհաքաղաքական կենտրոններից NBC վարքագիծ ենք տեսնում, որ չգիտես հիմա ժպտալով արձանագրես, թե զարմանք ցուցաբերես, որովհետև առաջի հայացքից նայում ես, թե ինչպես է ոտնահարվում, այդ մեղմ ասած ոտնահարվում միջազգային իրավունքը։ Թե ինչ խայտառակ վիճակում են գտնվում միջպետական հարաբերությունները, թե ինչպես է ուժի կիրառումը դառնում որպես հիմնական գործիք եւ որի մասին ուղիղ տեքստով ոչ թե ակնարկում են, այլ խոսում են այդ մեծամեծերը, հա, հեգեմոն գերտերության ղեկավարները։ Եվ հանգում ես այն գաղափարին, որ այո, այն ազգերը, այն պետությունները, որոնք որ իրոք իզորու են ռազմականապես իրենց պահել եւ դիմագայել, նրանք կմնան աշխարհի քաղաքական քարտեզի վրա, իսկ նրանք ովքեր չունեն այդ հնարավորությունը, գուցեև լքեն աշխարհի քաղաքական քարտեզը, այսպես ասած։ Հետևաբար ես ճիշտն ասած էմոցիոնալ հարթակների չեմ տրվում, որպես այդպեսին, որտեղ դրանք քաղաքական կատեգորիաներ չեն, այլ առաջնորդվում եմ հետեւյալ գաղափարով Մարդը ունի հնարավորություն իր ազգային պետական շահերից ելնելով, իհարկե դա իր ձևակերպումն է, բայց հանուն իր պետության փորձում է թե նվաճողական լինի, թե էքսպանսիոնիստական քաղաքականություն վարելով հասցնել մի պահի, որտեղ որ տարիներ անց օրինակ սերունդները կասեն, որ այո ինքը նվաճող էր։ Ինքը կարողացավ ստեղծել օրինակ մեծ Ամերիկա, իրենց պատկերացրած երազանքի Ամերիկան, հա, որտեղ օրինակ մեր պատկերացրած American Dream-ը այլ բան է, իրենց American Dream-ը այլ բան է, ամերիկյան երազանք ասածը։ Եվ հասկանում ես, որ պրագմատիզմը հենց այդտեղ է։ Երբ որ ուժեղը իր կամքն է թելադրում ուժի միջոցով, ուժի կիրառմամբ։ Դրա համար պետք չի զարմանալ, պետք չի զայրանալ, հասկանալի է, որ ուժեղի մոտ միշտ թույլն է, մեղավոր սկզբունքն է այս պահին գործում, միջազգային հարություն ասեմ, միջպետական հարաբերություններ, որ կոնտեքստում ուզում եք դիտարկեք։ Հետևաբար այստեղ ինստինկտ վիժիվանիա ասածը պետք է լինի, թե պետությունները որպես այդպեսին կայուն են ու կկարողանան դիմագրավել այս մարտահրավերներին արտաքին, որ կա, որը առաջացնում է ընդ որում ավելի շատ հիմա արդեն Միացյալ Նահանգների դեմս նախագահ Թրամփի։ Տեսեք են, որ այդ մարդը չասեմ խարիզմատիկ, մենք բազմից ենք խոսել, ես իմ գնահատականը տվել եմ, ինքը բիզնեսմեն է, ինքը բիզնես հոգեբանությամբ է մտածում ամեն հարցը, ինքը առաջնորդում է պետությունը բիզնես հաշվարկներով,
շահեկանության տեսանկյունից, Այո։ որն է ձեռնտու։ Եվ հետևաբար հասկանում է աշխարհաքաղաքականությունից հասկանալով, գեոպոլիտիկայից հասկանալով, հասկանում է թե իրան ինչ է պետք, ինչ պետք չի։ Տեսեք, տպավորություն չլինի, թե ես իրան արտարացնում եմ, բայց օրինակ ինքը ըստ իս ընդ որում նման հայտարարությամբ երբեք նա հանդես չի եկել, բայց օրինակի համար հերու չէ այն միտքը, որ կարող էր արդաբերել ասելով, որ դե եթե օրինակ Ռուսաստանի Դաշնությունը իդեմս Պուտինի կարող է ներխուժել հարևան երկիր, գրավել այդ երկրի զգալի մասը, օկուպացնել եւ այսպես ասած սեփականաշնորել, եւ այս տեսանկյունից գրեթե հիմի այսինքն նույնիսկ գալիս են կոնսենսուսի, որ անգամ Զելենսկին է ընդունում արդեն իսկ այդ պարտությունը եւ տարածքների կորուստը, հասել ենք այդ հանգրվանին, ապա ինչու ես չեմ կարող օրինակ իմ հարևանների հանդեպ նույն էքսպանսիոնիստական քաղաքականությունը վարել։ Մի գերտերություն էլ ես եմ, հələ ընդ որում ինքը ասում է, որ մենք թիվ աշխարհի 1 գերտերությունն ենք։ Այսինքն ինչու ես ինձ չեմ կարող թույլ տալ նման ուրեմն գործողություններ կատարել։ Այո, Վենեսուելայի սցենարը տեսանք։ Բայց պարոն Կարապետյան, կներեք, փլուզումներ չէ տեղ, այ դուք ասեցիք Ուկրաինայի հետ կապված։ Այ ռուսական կողմն էլ ասում է, որ փորձենք հնարավորինս այսպես դիտարկումները բազմազան լինեն, այսպես ու համակողմանի, որ միակողմանիությունից խուսափենք։ Ասում են, որ հետխորհրդային շրջանի այդ ճարտարապետությունը քաղաքական հենց փլուզվեց արևմուտքի հավաքական, այսպես ասած, արևմուտքի մեղքով, նաև ԱՄՆ-ի մեղքով, որ նրանք ինչ էին պայմանավորվել նախկին խորհրդային միության ղեկավարության ու ղեկավարի Գորբաչովի հետ, որ ազդեցության տարածքները եւ աշխարհակաղակական դրվածքը ՆԱՏՕ-ին լայնում չպիտի լինի, չպետք է ՆԱՏՕ-ը գազ խեղտես մեզ եւ այլն, հետո հենց բայց հակառակը եղավ եւ ռուսները արդեն իրենց անվտանգության շահելից ելներով ռուսական կողմը դիմեցին որոշակի գործողությունների։ Հիմա հակառակն էլ ասում է Թրամպը, եւ Թրամպը քանի որ ասում է այդպես, օրինակի համար Սալավիորն էլ ասում է այնպես, դե եթե այդպես, ուրեմն մենք էլ կարող ենք մեր ազդեցության գոտիների համար եթե տեսնենք, որ այդ գոտին նախկին ազդեցության կամ ընդհանրապես մեր շահերի, այսպես ասած, դեմ ինչ որ քայլ լինի, մենք կարող ենք որոշակի գործողություններ իրականացնել նաև մեր երկրի սահմաններից դուրս, ինչպես ասենք, օրինակի համար վերջերս հենց իրականացրեց Դոնալդ Թրամպը Վենեսուելայում։ Դե տեսեք, հենց այդ նույն բանի մասին ենք խոսում։ Այո, շատ ճիշտ տրամաբանությունը մենք շղթայական այդ կապն ենք տալիս։ Հիմա տեսեք, այդ նույն տրամաբանության մեջ ծեր մատնանշած Վենեսուելայի դեպքը, Պանամայի դեպքը, ընդ որում եթե ոչ Թրամպի վարչակարգի ժամանակ, բայց հիշում ենք, նրանց նախագահի հանդեպ էլ նույն վարքագիծն է եղել։ Պանամայի ջրանցքի հետ կապված էլ մենք հիշում ենք, ինտրիգը ուր հասցվեց ու ինչպես հասցվեց։ Ու տեսեք, մի հատ շատ հետաքրքիր քաղաքականություն է վարում Թրամպը։ Իդեպ եթե նկատել եք, շատ հետաքրքիր մի հատ այսպես ժողովրդական լեզվով ասած միջազգային պարաժ է առաջացնում, օրինակ, ասում է, գիտեք, շատ խոհեմ հայացքով, ասում է, Չինաստանը եւ Ռուսաստանը տպավորություն է ստեղծում օր առաջ ուզում են գրավել Գրենլանդիան, այ դրա համար ինքը օր առաջ փորձում է Գրենլանդիան Ամերիկան միացնել։ Հետո հերքեցին, կներեք, ես Սալավիովի պահով մի բան էլ ասեմ, Սալավիովին նաև իրենք բան արեցին, որ ռուսները այսպես ավելի տոլերանտ երևացին, որ Սալավիովը մեր պետական օֆիցիոզ, այսպես ասած, մեր պաշտոնական քաղաքականության տեսակետը չի ներկայացնում, նա մասնավոր ալիք ունի, այդ մասնավոր ալիքով է խոսել, եւ իհարկե մեր հայկական շահերի եւ ցանկացած երկրի տեսանկյունից, եթե տվյալ դեպքում անձը վերակենում այդպիսի բաները ասում, դա իհարկե ընդունելի չի, չէ՞, ասենք որ նայում ես, ասենք օրինակի համար, ասենք Հայաստանի դեպքում, եթե չնայած Հայաստանի դեպքում ինչքան հիշում եմ չէր ասել, չէ՞, թե ասել է։ Հայաստանի մասով էր ակնարկել, չէ, ակնարկել էր, բայց այդտեղ ուրիշ ակնարկել էր այն պահով, որ եթե հանգարց արևմուտքը փորձի, այսպես ասած, երեք հանրապետությունները այդ գոտին դարձնել հակա Ռուսաստան, մենք դիմելու ենք որոշակի գործողությունների, չէ՞, այստեղ շատ բարդ նաև էլի հակազդեցությունների ճարտարապետությունն է, չէ՞, տեղի ունենալու օրինակի համար։ Այո։ Այդ նույն հաջողությամբ ինչի Վենեսուելայում թե Թրամպը իրականացրեց գործողություն, ասեց որ Վենեսուելա մեզ համար սպառնալիք էր։ Չէ, Վենեսուելայի Մադուրոն մեզ համար սպառնալիք է։ Հիմա տեսեք, ինքը այնքան էդ է ասում, ինքը այնքան օդիոս կերպար է։ Աշխարհում նման երկրորդը ես չգիտեմ։ Նման մարազմատիկ կերպար է ընդ որում, որ նման խոսույթով լեգիտիմացնում է իր գործողությունները։ Օրինակ հենց Գրենլանդիայի հարցում։ Մարդը ասում է,
Չինաստանը ուզում է գրավել Գրենլանդիան, Ռուսաստանը ասում է եղբայր գետ մեկ հայտարարություն ցույց տուր այս բոլոր ժամանակահատվածներում, որտեղ որ Պարսաստիճան ղեկավարությունը անգամ զուտ խոսույթի մակարդակում նման հայտարարություն է արել։ Եղբայր չկա Դանիան որպես պետություն ում տարածքային ամբողջականության մասն է Գրենլանդիան, երբեք չի խոսել, որ որևիցե երկրից ունի արտաքին սպառնալիք, առավել ևս ամբողջ Գրենլանդիա կղզու գրավման էքսպանսիայի հավանականություն։ Այսինքն դու ինչու ես մեջբերում մի բան, որը չկա, այսինքն ես ասեմ մի բան, որը չկա, հիմնավորեմ թե դա այդպես է, ու ես անեմ իմ գործողությունը նույն Կանադայի մասով, հիշում եք։ Եթե տեսեք Վենեսուելայի մասով, հիշում եք, հիմնական նպատակը, պատճառը, գիտեք, պատճառ ինչքան ասես, ինչքան ուզես, ինչ գույների մեջ ուզում ես, ինչ կալիբրի պատճառ ուզես ասի։ Նարկոկարտելների ջրային ճանապարհը փակեց դրանով, այդպես ձևակերպում էր տալիս։ Արդեն Կարիբյան ճգնաժամ 2-ն էր ստեղծում, ուր որը արդեն իսկ ստեղծված է։ Մարդը հիմա էլ ասում է դե ցամաքային նարկոկարտելների դեմ առնելու համար էլ Մեքսիկային պետք է մի հատ խելքի բերել։ Մեքսիկան էլ լուրջ խնդիր ունի, որ երկիրը իրեն դուր չի գալիս։ Ընդհանրապես բերում է անձնական դաշտ տվյալ երկրի ղեկավարին, ասում է ինքը տհաճ մարդ է ինձ համար։ Լավ մարդ է իմ համար ու ասում է դե ես պետք է զբաղվենք իրանցով։ Եթե շատ ավելի լակոնիկ, գեր նպատակը հետևյալն է. ամբողջ արևմտյան կիսագունդը, ընդ որում դրա մեջ մտնում է նաև հարավային Ամերիկան, այսինքն Լատինական Ամերիկայի երկրները։ Պետք է իր կամ վերահսկողության կամ այդ զոնա վլիայինի ասած, իրենց անմիջական վերահսկողության տակ լինեն։ Իրա պատկերացումները դա է։ Այդ մասով նաև Կանադան, Ալյասկայով, որբիսի Բերինգի նեղուցով ինչպես կա բաժանումը Ռուսաստանից լինի, Գրենլանդիայի մասով Եվրոպայի հատված եւ այդտեղից արդեն հյուսիսային Սառուցյալ օվկիանոս դեպի արդեն էլի Ռուսաստանից։ Հիմա տեսեք, ստացվում է այսօր Միացյալ Նահանգները, որոնց համար եվրոպական աշխարհամասի երկրները անմիջական դաշնակցային երկրներ են ու որոնք որ նաև մեկ ռազմաքաղաքական միավորի ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են, մտահոգություն, մտավախություն եւ սպառնալիքի տակ են իրենց անդամ երկրից, դաշնակից երկրից։ Նման բան աշխարհը այդ նման աբսուրդի ականատեսը չի եղել։ Դրա համար եմ ասում մարազմի ժանր, սա պարադոքս է։ Հիմա մարդիկ պաշտպանվում են նույն դաշնակից ՆԱՏՕ-ի անդամ երկիրը պաշտպանում են ՆԱՏՕ-ի անդամ երկրից։ Նման աբսուրդ չի եղել։ Ու տեսեք իր այդ հագոտնյակ ասում որ սրա մեջ մի ուրիշ շերտել կարող է կներեք պարոն Կարապետյան այսինքն միգուցե միջազգային հանրությանը մարդկան շեղելու կա ավելի կարևոր խորքային սոցիալական տնտեսական ինչպես միշտ է եղել դարերով ա եղել որովհետև կարող է ես այստեղ օրինակ այսօր ինքս իմ մեջ վերլուծելով մի քանի թեմաներ է ասել կներեք ձեզ մի քիչ ավելի այսպես խորացնեմ բանավեճը հետո խոսքը սիրով ձեզ որ կասեն մի քիչ այսպես օդ կծեծեն, հետո կլռեն։ Երկրորդ սցենարը մի թեթև բախում կանեն, եթե արդեն ամեն ինչ կանխորոշված է, իսկ կուլիսներում մենք չգիտենք թե ինչեր են որոշում մեծագույն խաղացողները, Ամերիկան կանի իր գործը, Գրենլանդիան կվերցնի որոշակի մի թեթև ռազմական բախում ստեղծելուց հետո, մանավանդ որ արդեն դանիացիները հայտարարել են, չէ՞, դե որ Ամերիկան մեզանից ուժեղ է, ճիշտ է։ Վերջո։ Երրորդն էլ բախում կանեն եւ այլն, ոչ մի բան էլ չի լինի, Ամերիկան կասի Թրամփը, որ սցենարն է ձեզ համար ավելի իրական։ Այդ գիտեք, այդ բոլոր սցենարները կյանքի կոչվելու հավանականություն ունեն, բոլոր սցենարները, որտեղ խելամիտ օրինակներ եք բերում, բոլորը իրականությանը շատ մոտ են։ Բայց եկեք էլի ըստ փաստերի խոսենք։ Տեսեք, հայտարարում է լրագրողը Թրամփին հարց է տալիս, ասում է, գիտեք, բայց Գրենլանդիայի բարձրաստիճան ղեկավարը ասեց, որ մենք դեմ ենք այդ տարբերակին, մենք չենք ընդունում, ասում է, կներեք, ինքը ով է, ասում է, այս ինչան, այս ինչն է։ Ասում է, ինքը ինձ ճանաչում է, ասում է, երևի էլի, չգիտենք, ասում է, դե ես իրան չեմ ճանաչում, ուրեմն դա իր խնդիրն է։ Դուք պատկերացնում եք, այդ մագարտագի է հասցրել, այդ մարազմի հասցրել։ Այսինքն, տեսեք, եվրոպական աշխարհամասի երկրները, որոնք հիմա այսպես սարսափած էին, ռուսական կայսերապաշտական նկրդումներից են խոսում, էքսպանսիոնիզմից են խոսում, որ այ Ուկրաինայից հետո գալու են մեր, հա, անցնելու են արդեն Եվրոպա աշխարհամաս, ստացվում է այս պահին փորձը ցույց է տալիս, որ
Միացյալ Նահանգները իրենց համար որպես արտաքին վտանգ ավելի լուրջ վտանգ են հարեհաս խնդիր են ստեղծում այս պահին, քան Ռուսաստանի Դաշնությունը։ Աբսուրդի ժանրից է։ Դրա համար տեսեք, Վենեսուելայի ընդդիմադիր Տիգինը գնում է այնտեղ իր Նոբելյան մրցանակը տալիս է, այն էլ հաջոյանում է, իրար, չգիտեմ, ողջագուրվում են ու պատկերացնում եք ուր է ասե։ Գալու է մի պերիոդ, չզարմանաք։ Այն աշխարհամասի երկրներում, այն մայրցամաքներում, որտեղ որ անգլախոս, հիմնականում անգլախոս բնակչություն է, այ հարցը տանում եմ ձեր նախորդ հղմանը։ Լավ հիշեք այս խոսակցությունը։ Գալու է մի օր, կհնչի, որ Նոր Զելանդիան եւ Ավստրալիան էլ պետք է լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգների մաս։ Տեսեք, բանը չէ, Հոնոլուլուն Հավայան կղզիները իրանցն է։ Օրինակ, Պոլինեզիայի, Միկրոնեզիայի բոլոր կղզախմբերի այդ երկրներն էլ պետք է, փոքր կղզախմբերն էլ պետք է լինեն մերը։ Ես չեմ զարմանա, որովհետեւ այդ մարդը գնում է այդ քաղաքականության։ Նա իր ժամանակների հերոս է իրեն կարգել, ունի բոլոր հնարավորությունները, հասկանալի պատճառով ինքը գործադրում է այդ հնարավորությունը։ Բայց միաժամանակ ուզում է խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ, պարոն Կարապետյան։ Տեսեք, ճանապարհը խաղաղարարը չի կարող պատերազմի այսպես սպառնալիքներով, երեք իր տարեկան հաշվետվություններ ներկայացրել էր, եթե չեմ սխալվում, 23 կոնֆլիկտների որպես լուծող։ Հետո կգանք մեր կոնֆլիկտին նայել։ Այսինքն այդ թվում մեր կոնֆլիկտն էլ է ներկայացված որպես իսպար լուծված։ Ահա։ Դե Սիրիայի հարցն էլ լուծեց եւ այլն։ Ամեն դեպքում տեսնում ենք Գազայի հարց եւ այլն, հələ լուծում է, իհարկե Կամբոջա բան, բայց հենց հիմա Կամբոջայում էլ մինչեւ հիմա այդ մարտական գործողություններ են մեր տեղ տեղի ունենում։ Սիրիայում էլ դեռ չի կարգավորվել, Գազայի բանն էլ հասկանալի է, չէ՞, ինչ ուր է տանում։ Համենայն դեպս այս պահին, այո, նա լուրջ սպառնալիք է, հատկապես Եվրոպա աշխարհամասի պետությունների համար, առավել եւս իրենց մաքսատուրկերի, այդ գանձումների, տեսել եք ինչ։ Այսինքն ինչպիսի ուլտիմատումների առաջ, ինչ խնդիրների առաջ է կանգնեցնում Եվրոպային։ Հիմա թող եվրոպացիները հետևություն անեն։ Արդեն սկսել են երես թեքել Չինաստանի հետ սկսել փորձ, եւ երկրորդը այնքան տմարտություն է դրսևորում, որ հասկանում եք դիվանագիտության մեջ է իհարկե դա տեղավորվում, բայց հանես ցույց տաս քո եւ Մակրոնի անձնական հաղորդագրությունը, հա, SMS-ները ամոթ է էլի։ Ասենք դու դրանով ինչ քո ռեյտինգն ես բարձրացնում, վարկանիշի խնդիր ես լուծում, տենց քո ինչ ես լուծում, ումովին, կամ այդ ինչ ասելու բանը, հա դե Մակրոնին մնացել է մի տարի, իրան իր երկինը չի սիրում, կա, հասկանում ենք, որ այնտեղ էլ խնդիր կա, բայց դու հասկանում ես չափից դուրս հասկանում եք դրել է իրեն, չգիտեմ, ցար բոգի տեղ մի հատ կարգավիճակ է իրան ստանցնել ու աշխարհի հետ խոսում է միայն բացառապես ուժի սպառնալիքի լեզվով։ Հիմա տեսեք, աշխարհի մի շարք երկրների ղեկավարներին շատ գեղեցիկ ձևով 1 միլիոնի, չգիտեմ ինչով, ասում է եկեք խաղաղության այդ սիմպոզիում է, այսպես ասած, կազմել, ասում է եկեք դուք էլ մասնակիցնեք։ Մեր եւ Ադրբեջանի նախագահներն է ստացել են այդ բանը, Զայեդ կոչվող ինչ որ մրցանակաբաշխություններ են ստանում խաղաղության համար։ Բոլորն ուրախ են, բոլորը ժպտում են, ամեն ինչ լավ է ստացվում է։ Բայց չես հասկանում թե ուր է տանում, այ Իսլանդիայի մասին էլ էր այսօր խոսեց, Կուբայի նախագահը իրեն դուրս չի գալիս մի քիչ, հա։ Ժամը 7-ից հետո Էկվադորի նախագահան իրան դուրս չի գալիս, մյուս օրը ժամը 6-ից հետո կարող է դուրս չգալ։ Հասկանում եք, ըստ իրավիճակին նայած։ Դրա համար այդ անկանխատեսելիությունը կանխատեսելի է։ Հա, լավ արտահայտություն եկա կանխատեսելի անկանխատեսելիություն, այսինքն Թրամփի մասին մենք պետք է երևի թե լավ բնութագրման եկանք ձեզ հետ միասին, դա մեր նոու-խաուն կլինի, կանխատեսելի անկանխատեսելին, այսինքն իր անկանխատեսելիությունը Թրամփը դարձնում է կանխատեսելի, այո, իրենից ամեն ինչ, այն որ ասում է քեզանից, ժողովուրդը ասում է քեզանից ամեն ինչ սпасելի է, չպետք է զարմանալ։ Չէ, դրա համար ես ինքս չեմ զարմանում։ Դրա համար իր ժողովրդի մի մասը ասում է ապրի ինքը, որտեվ ինչ անում է իր ազգային պետական դուխով ինքը այն ուժեղ տղեն է։ Այն լավ տղեն է, կինոյի լավ տղեն։ Կինոյի տղեն է, հա, դե իրենք էլ չէ, վեստերնի տակ մնացած մարդիկ են, բայց ընդ որում ասեմ այստեղ այս ինչ օրերում ենք ապրում, պարոն Կարապետյան։ Դե
Զավեշտի ժանրից է, բայց փաստը այնա, որ այսօր այդ իրականության մեջ ենք։ Բայց գանք մենք ասեք վերջացնենք։ Հələ չասեմ Իրանի մասով, հա։ Իրանի մասով։ Ես ասում եմ կանխարգելեցի միլիոնավոր մարդկանց կոտորածը։ Ես այնպես արեցի, որ հասկանում եք, այսինքն ինքը իր մոտ կա այդ, գիտեք, դա խնդիր է, դա սինդրոմ է, դա խնդրեմ է։ Ահա։ Դա հոգեբանական խնդրեմ է, այդ հոգեբանները ավելի լավ ձևակերպումը կտան այդ խնդրի, հա, երբ որ եսասիրության, եսակենտրոնության, այդ եսաֆետիշացման process-ը ոնց է կոչվում, էլի, օֆիցիալ գրականության մեջ, փիլիսոփայության եւ հոգեբանության մեջ։ Բայց փաստը այն է, որ այդ մարդը իրոք օդիոս կերպար է, Աստված գիտի թե ամբողջ իր կառավարման տարիներին իհարկե այս տարի ես կարծում եմ իր հանդեպ impeachment-ի գործընթաց կձևավորվի, բայց այդուհանդերձ չեմ զարմանա, որ NBC տեկտոնական տեղաշարժերի ագանատեսը կդառնանք, որը կարա առանց ֆետիշացնելու մասին տանի ընդհուպ մինչև 3-րդ համաշխարհային պատերազմի։ Ես ձեզ ասեմ, եթե դուք մտածում եք թե ռուսական նավերի հետ կապված դրվագը, որ եղավ, այդպես հեշտ մարսվելու է, դա այդպես չի հեշտ մարսվի։ Եվ հասկանալի է, չէ, որ խնդիրը նաև Կարիբյան ավազանի հետ կապված ծանր նավթի ռեսուրսներին, այդ ռեսուրսների պաշարներին տիրապետելն էր։ Իհարկե։ Այդ նարկոկարտելներ, չգիտեմ ինչեր, հասկանում եք, չէ, որ դա ընդամենը շղարշ է։ Հասկանում ենք, որ տենց բան կա, բայց իրականում ուր են տանում քամիները։ Այ, պարոն Կարապետյան, աստված տա Թրամփի քաղաքականությունը այդ տեկտոնիկ բացասական տեղաշարժեր չիրականացնի ամբողջ աշխարհում, դա սրտանց մենք ցանկանանք համայն մարդկությանը, համայն աշխարհին, որովհետև միայն մեր մասին չպիտի չէ, մենք մտածենք միայն մեր հայկական շահերի մասին, թող աշխարհում խաղաղություն եւ կայունություն տիրի, բայց նաեւ մի քիչ էլ մտածենք մեր այսպես տարածաշրջանին վերաբերող խնդիրների մասին եւ նաեւ Թրամփի քաղաքականության հետ կապ Այ մեր այսօրվա զրույցից առաջ դուք ասում եք, որ Թրամփը ամեն դեպքում այս տարածաշրջանը չի համարում իր ազդեցության ուղղակի տարածաշրջան, ես այդպես խոսքը հաստատացա, բայց ամեն դեպքում տեսեք ուղի trip կամ ինչպես ոմանք են ասում, այսպես նաև նրանց տեսակետն էլ էստեղ բերենք ի հայտ, միջանցք այսպես միջանցքի հնարավորություն է տալիս Թուրքիային եւ Ադրբեջանին եւ Նախիջևանին կապվելու միմյանց միջև եւ նաեւ դարձյալ բիզնես նախագծի այսպես մեգապրոյեկտներ են անում։ Մեկը ոմանք ասում են դա ըստ էության թուրք-ադրբեջանական միջանցքը ամերիկյան շղարշի ներքո, մյուսն ասում են չէ, Հայաստանը դրանից շահելու է, դա այսպես ասած մեր խաղաղության խաչմերուկն է, որի մասին իշխանությունները Հայաստանի իշխանություններն են շատ խոսում եւ դրանից միայն Հայաստանի ինքնիշխանությունն է շահելու։ Ինչ է կարծում, ինչ տեկտոնիկ փոփոխություններ կիրականացնի Թրամփը, նաեւ արևմուտքը, ինչու չէ Եմեն այս տարածաշրջանում, եթե ինքն էլ ակտիվորեն ներգրավվի, այն քաղաքականության ի տարբերություն, որը կար մինչև Թրամփի իշխանության գալը։ Դե տեսեք, եթե մասնավորեցում եք տալիս մեր տարածաշրջանը եւ մասնավորապես մեր կոնֆլիկտին, մեր խնդիրներին, նախ կամ նրանից, որ այո, մեր խոսակցության ընթացքում ես հղումը տալով առավոտյան Թրամփի հայտարարություններից մեկին, որը ուղիղ տեքստով ասում էր հետևյալը, առացի ցիտում եմ, ասեց ես կարողացել եմ լուծել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, որը որ Ռուսաստանի տիրույթում էր, այսինքն տարածքը Ռուսաստանի տարածքն էր, դա Պուտինի տարածքն էր։ Կարող եք նայել։ Բայց ինչի հենց այն ժամանակ երբ դեմոկրատները համարում էին, որ Պուտինյանը չի, դա խոսքի սայթակում, հա, բանի սայթակում։ Թրամփը որ համարում է իր տարածքը։ Այդ մի հարց էլ դա է, այդ մի հարց էլ դա է։ Բայց այստեղ մարդը տպավորությունն է, որ ինքը ընդունում է, որ տվյալ դեպքում, որքան էլ հիմա մենք խոսենք Թրամփի ուղու, հիմնարկեկի, բոլոր այս մեգապրոյեկտների մասին, իրենց մասնակցությունը եւ այլն, բայց տպավորությունն է, որ ասում ենք աշխարհաբաժանում է լինում, կա ներքին համաձայնություն, որ օրինակ Հարավային Կովկասը դա Ռուսաստանի ազդեցության գոտի է։ Ըստ նրա հայտարարության նորից եմ ասում, դա ես չեմ ասում, դա իր ցիտում եմ իրեն։ Դա այդպես է ընկալվում, ուրիշ ձև ընկալում չի կարող լինել։ Մարդը ուղիղ տեքստով այդպես է ակնարկում։ Երկրորդ, բայց այստեղ խնդիրը այլ բան է։ Տեսեք, մինչև այս պահը
Դուք շատ ճիշտ եք ասում։ Ներգրավվածությունը մինչև անցած տարվա հոկտեմբեր նոր ձեռք բերված համաձայնություններ, եռակոմ եւ այլն, Վաշինգտոնյան հանդիպումներ։ Այո, ավելի ակտիվ էր եվրոպական կողմը։ Ընդ որում մինչև հիմա, գիտեք, եվրոդիտորդները հələ իրենց գործառույթները իրականացնում են, այսինքն այդ մասով մեխանիզմ գործադրված կա ու այդ դա Եվրոպա, այն որ ասում է դափնիները գնում են Եվրոպային այդ մասով։ Բայց այն ինչ որ տեղի ունեցավ Վաշինգտոնյան հանդիպումներից հետո եւ այս վերջի իրադարձությունները, ընդ որում տարեսկզբյան, խոսում են նրան մասին, որ այո, արդեն կա հստակություն։ Տեսեք, ես իմ հրաբարագային ելույթներում, երբ որ ինձ ուղիղ հարցադրում էին անում, թե այս ինչի մասին է այս կինոն։ Ես ասում եի ավելի ժողովրդական լեզվով, պարզ հասկանալի ձևով ասելու համար, ասում եի Ժորժ ջան, այն ինչի ականատեսն ենք մենք դա առել։ Դա կոչվում է գարանտիայի նման մի բան, այսինքն դա բավարարություն է ստեղծվում, որ երբ որ դու աշխարհի գերտերության ղեկավարի հետ գալիս ես համաձայնության սևը սպիտակով պայմանագրի տեսքով եւ այլն 49 տարով ընդ որում երկարաժամկետ պայմանավորվածության թղթի վրա գրված ընդ որում դա որոշակի ինչ հարցեր իր մեջ պարունակում եւ ինչի լուծում է տալիս տեսեք կարող ենք դիտարկել որ եթե այդտեղ կա բիզնես շահ իսկ այդտեղ գիտենք կա բիզնես շահ որովհետեւ հաստատվեց որ 76-24 հարաբերակցություն է լինել ընդ որում մի աբսուրդ էլ դա է երկրի քո սուվերեն տարածքի մասը 10 որպես տրանզիտ կոդի բայց ստանաս ընդամենը 24% այնտեղ օրենքի թեև դեռ չի բարձվել կներեք բայց նաեւ արդեն խոսում են հակառակորդները այսպես ասած այս գործարքի որ մենք նաեւ որպես սուվերեն պետություն անկախ պետություն չեն կարողանալու նաեւ այդ ուղու հասկողություն ինչ է կարծում այո դա հիմա դրան է իհարկե հիմա հերթով են գալիս նախ բնութագիրն եմ ուզում տալ հա ըստ հերթականության ինչից հետո ինչ եղավ այս վերջի ակտիվացումը հայ-ամերիկյան հարաբերություններ եւ ընդཐུպ մինչեւ պայմանագրի կնքման արդյունքում ինչ ենք ստանալու ստանում ենք որ 49 տարով մենք մեր տարածքը տալիս ենք որպես տարանցիկ կոդի, որպեսզի այդտեղ իհարկե ենթակառուցվածքներով, մեգանախադը, մուլտիմոդալ գիտեք, ենթահանգույցներով, ամեն ինչը պետք է այդտեղ իդեալական գազաուղիներով, ճանապարհ, երկաթուղ, ամեն ինչը պետք է լինի։ Այսինքն բազմաֆունկցիոնալ տարանցիկ կոդի է ստեղծվում։ Միջին միջանցքի տրամաբանության մեջ, գիտեք, այդ մասին շատ ենք խոսել։ Եվ այստեղ ստացվում է, որ միայն այն հանգամանքը, իդեպ այդ արդեն իսկ շատ հետաքրքիր ձևով հրամցվում է սեփական ժողովրդին, իշխանությունները, ասելով այն ինչ որ ես հիմա ավելի ժողովրդական լեզվով կասեմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեզ գարանտիա է տվել, որ մեզ չեն գրավի, մասնավորապես Սյունիքը։ Դա երաշխիք է, որ Ադրբեջանը օկուպացիա չի անի, որը հավանականությունը կար մասնավորապես եւ հատկապես Սյունիքի մասով դա տեղի չունենա, որովհետեւ Միացյալ Նահանգների զինվորը կամ այնտեղի համապատասխան այդ կոնսորցիումի աշխատակիցները այնտեղ են լինելու, հետեւաբար ամերիկյան դրոշկա, ամերիկացիներ կան, այդ գրավումը չի լինի, որի մասին ակնարկում էր Ալիևը, հիշում եք։ Չէ, հələ գալիս ենք այդտեղ, այսինքն մի հատ հələ գալիս ենք այդտեղ, մի հատ փորձում ենք, տեսեք, ես որպես մասնագետ, այսպես ասած ուղն ու ծուծով ստուգել եմ, նայել եմ, կարդացել եմ, տարբեր ձևաչափերով փորձել եմ ընկալել այդ տեքստի բովանդակությունը։ Եթե փորձում ենք մաքսիմալ լակոնիկ, ապա այդ պատկերն ենք ստանում։ Դա մի հատ գործիք է ցույց տալու սեփական ժողովրդին, որ ամերիկյան դաբրո կա մեր մասով եւ կա վետո գրավելու մասով, այսինքն այն ժողովուրդը հիշում եք 90-ականներին ասում էր ես քո կռիչն եմ, ես քո պահաբան հրեշտակն եմ, պահաբանն եմ, ես չեմ թող, ես քո մեծ եղբայրն եմ եւ այլն նման հասկանում եք եւ այս մասով խոստումները խոստում, թղթերը, բայց մեկ էլ հանգած ինչ որ մի հատ եղանակ փոխվեց։ Հա, բայց այնտեղ նայեք, այ հիմա մտահոգություններ, գիտեք, կարող է նման բան տեղի ունենա, որ այո, դրա արդյունքում իրոք էքսպանսիոնիստական քաղաքականությունից իրենց ձեզ մնան այդ ռազմաշնչ հրետորաբանություն։ Հաշվի առնելով Թուրքիա ներողություն, ԱՄՆ Ադրբեջան լավ հարաբերությունները, ավելի լավացող հարաբերությունները, ԱՄՆ Թուրքիա ավելի լավացող հարաբերությունները։ Դե դիվանայության մեջ ավելի հետաքրքիր պարամետրեր են կիրառում, քան իմ տերմինները, որն օրոք դա իրենք ասում են նաև դա զսպիչ քաղաքականություն է, զսպիչ դերակատարություն է։ Հավատում եք։ Կարան լինի, չէ, տրամաբանորեն կա այդ ֆակտորը, դա էլ կա,
Դա չի բացառում, որտեղ մենակ այն, որ իրենց պետք է խաղաղ երթևեկը ապահովեն, որտեղ այդտեղից իրենց բյուջե միլիոնավոր դոլարներ են գալու հոսելու ամենօրյա ռեժիմով, անդադար։ Պարզը որ ոչ մեկին ձեռ չի տալու այդտեղ ինչ որ ինտրիգներ տեղի ունենա, ինչ որ լուրջ բան։ Դրա համար հենց այնպես չէր, երբ որ պետ քարտուղարները դուրս եկան, ընդամենը մենակ Ռուբիոն 3 անգամ հadoop ուշադրություն եմ դարձել, հadoop տպավորություններ, որ խնդրել էին, թե մի 3 անգամ այդ դրա մասին ագնարգել, չէ, ուղիղ տեքստով ասեք, որ այո, Հայաստանի սուվերենությունը չի ոտնահարվել, տարածքային ամբողջականությունը չի ոտնահարվել։ Մի քանի անգամ դա շեշտեց ու ել եմ ասում տպավորություններ, որ դա հadoop մեսեջեր հատկապես ուղղված Բաքվին։ Դրա համար հավատում եք, պարոն Կարապետյան ջան, կներեք, հավատում եք, որ այդ ներդրումները այնքան կլինեն, որ այո, հարյուրավոր միլիոնների այդպիսի մեծ շահույթներ կլինեն այդ ճանապարհով։ Երկրորդն էլ հավատում եք, որ ամեն դեպքում դա բյուջետ ոնց որ ռուսը կասեն նի պամեխա, որ եթե ոչ մի բանի չեմ հավատում, տեսեք, եթե այդպես է, հա, շատ լավ։ Սպասեք ասեմ, ես ոչ մի բանի չեմ հավատում։ Այսքան դեպք ենք տեսնում, ասում եմ մարդիկ միջազգային իրավունքի վրա թկած ունեն, ցանկացած միջպետական պայմանագիր կարան ճղենք դենը գցեն, ինչի մասին է խոսքը։ Դու ինչ գիտես, վաղը այսօր Թրամփը կա, վաղը չկա։ Բա ինչ իմանանք, վաղը հերա հասկանում եք բան։ Այդ նույն բանն էր, երբ որ ժամանակին Վոդրո Վիլսոնի թուղթն էլ չէ, թափահարում էին, բայց հիմա մինչև հիմա ոչ մի բան չկա։ Այդ նույն Ամերիկայի նախագահն չէր, այն ժամանակ ամերիկան մեհեգեմոն գերտերություն։ Կգա ասենք մի դեմոկրատ, ու կասի այ մարդին ես պետք ինչ ուզում եք արեք, հա, օրինակի համար։ Վոդրո Վիլսոնն էլ իրավարար վճիռ էր իրականացրել, Հայաստանի սահմաններ գծե, ուր է այդ Հայաստանը։ Հիմա սա հեգնանք չի, ճիշտ հասկացեք ասած։ Մեր հիշողությունների մեջ։ Եվ նման շատ օրինակներ եմ կարող եմ բերել, բայց փաստը այն է, որ տեսեք, ես այդ մտահոգությունը ունեմ տարիներ։ Կա, այստեղ ես ունեմ լուրջ տարակուսանք։ Ինչու հենց 49 տարով։ Ով է դա որոշել եւ ինչ հիմքերով է որոշվել։ Ով է որոշվել, որ պետք է լինի 76-24, այսինքն ինչ տնտեսագիտական հաշվարկներից ելնելով է թիվը կայացել։ Ես որպես քաղաքացի, լավ, մասնագետ չէ, որպես adekvat քաղաքացի, ես ուզում եմ իմանամ, ընդ որում այս հարցը ես հռետորական հարց չի, ուղիղ հարց է, ինձ բացատրեք հարգելի իշխանություններ, թե ոնց է ձևավորվել այդ տոկոսային հարաբերակցությունը եւ ոնց է որոշվել, որ այդպես պետք է լինի։ Երկրորդը կամ ընդհանրապես դա որոշվել է, թե դա Միացյալ Նահանգների կամքն է եղել, իրենք որոշել են, դուք այո կամ ոչ, դու ոչը չեմ կարծում, այոն պետք է օքեյ ասեիք ու ավարտվեր այս թեման։ Հաջորդը, ինչ տրամաբանությամբ է որոշվել, որ 49 տարին ավարտելուց հետո, այն որ ասում է հլը ապրենք այդ 49 տարին, իհարկե նոր, բայց ջուրը չտեսած բոբլիկանում ենք, այն որ ասում է ժորտը։ Այդ տոկոսային բանը փոխվելու է 49% Հայաստանին է գալու։ Էդ էլ կա։ Այո։ Հիմա այդ մասով էլ իդեպ խոսակցություն կա։ Ով է դա որոշել, ինչի էլի գալիս ենք նրա ինչի հիմքի վրա։ Հետո այնտեղ շատ ավելի մտահոգիչ, եթե իմ օրինակ որպես մասնագետ, որը անկոմնակալ անաչառ ուներ մեկ դիրքորոշում, այո, դուք թափահարում եք ամեն անգամ, որ դա Հայաստանի սուվերենության տարածքային ամբողջական, այո, ես էլ եմ, հլը դենց բան չլներ։ Բայց դուք ուրիշ բան ասեք, ես միշտ ասում եմ, հիշում եք ձեր տաղավարում միասին քննարկել ենք։ Ցույց տվեք այդտեղ հայկական մաքսային, հարգային մարմինները իրենք ֆիզիկապես այնտեղ գտնվելու են, մաքսատները լինելու են, հսկի ճանձագրային կետերը հայերը իրականացնելու են իրենց գործառույթները, հիշում եք, ու չկար պատասխան։ Հիմա ինչ է պարզվում։ Հիմա պարզվում է, որ կա back office, front office հասկացություն։ Էսի մեր հերոստատիտողներին բացատրենք, որովհետև շատերը պարտավոր չեն դա իմանան, դա այն տերմինն է քաղաքագիտական, որ լավագույն դեպքում մասնագետները գիտեն։ Եթե շատ ժողովրդական լեզվով փորձենք բացատրել, որպեսզի պատկերավոր մարդիկ հասկանան դա ինչ է նշանակում։ Լինելու են հայկական հսկի ճանձագրային կետեր, բայց ինչպես Ալիևը պարտադրել էր իր պահանջը, այդպես էլ լինելու է, այսինքն իրենք հայ մաքսավորի դեմ արդեմ, տետատետ հանդիպում չեն ունենա։ Ոչ, դա հաստատվեց, որ այդպես չէ։ Այնտեղ ներկայացվում է, որ գեր ժամանակագից նորագույն ինովացիոն տեխնոլոգիաներ են տեղադրելու։ Իդեպ այսպես գեղեցիկ լղոզված, sense գեղեցիկ փաթեթավորված բառերով են ներկայացնում, մարդը չի հասկանում, էլի չի գտնում պատասխանը, հիմա բացում եմ ճագերտները։ Մարդը ասում է back office կա եւ front office։ Այսինքն մետեղ կանգնում են հայերը back office, հա, front office-ն էլ, այսինքն երբ որ մարդիկ գալիս են ամերիկյան
կոնսորցիումի այդ գաղափարի ներքո ամերիկյան ինչ-որ ընկերություն, որը ստանձնում է այդ վերահսկողական աշխատանքը, ինքը կատարում է անմիջական զննումը, այսինքն կոնտակտային շփումը, որ ասում են։ Ու լավագույն դեպքում, ասենք, հետևը ինչ-որ միտեղ կառուցում, ձևական ասեմ, ախր չգիտեմ ինչ ձևակերպում տամ, գոյություն ունեն, այո, այնտեղ բան, որ բազայում, այո, հայկական կողմը տեսնում է ով մտավ, ով հելավ։ Բայց անմիջական շփում չկա, օրինակ, հայ մաքսավորը, հայ հսկիչ անձնային կետի մասնագետը, այդ րոպեին ինքը անձնապես իր ձեռքը չի առնելու ադրբեջանցու անձնագիրը ու ինչ-ինչ պատճառներից ելնեն, որ օրինակ ասի չեմ թույլատրում, վետո եմ դնում մուտքի։ Հասկանում եք, չկա, այսինքն հիմա այդտեղ պետք է հասկանանք, այդ back office-ը front office-ի հետ ինչ հարաբերակցության, ինչ գործունեություն են ծավալելու համատեղ, ոնց է լինելու այդ աշխատանքը։ Արդյոք հայկական մաքսավորը կամ հսկիչ անձագրայինի մասնագետը կարա արկելի մուտք ու ելք, ինչ որ ապրանք, ինչ որ անձի։ Թե ինքը պրոստը այնտեղ լինելու է, որ մերպես քաղաքացիները, երբ որ օրինակ գնանք, ասենք, հələ տեսնենք, արդյոք մեր մաքսավորներն են ցույց տան, որ այո, նայեք հայկական դրոշ, հայկական շինություն, կոմպյուտերներ են դրած, մարդիկ աշխատում են, տպավորություն ստեղծվի, որ բոլոր այդ հսկիչ անձագրային բոլոր գործառույթներն իրականացում են։ Բայց հիմա այդ back office, front office-ը էլ եմ ասում, ուսումնասիրեք, տեսեք ինչ է։ Ընդ որում այստեղ նաև Միացյալ Նահանգների շատ հետաքրքիր բան կա։ Կարծես թե կներեք, պարոն Գարբակա, փաստորեն առանձնապես մեղմ ասած, եթե չասեմ լրիվ հակառակը, մեղմ ասած թերահավատ եք, որ իրական խաղաղությունը, ինչպես իշխանություններն են ասում, եկել է արդեն, մենք խաղաղ երկրում ենք ապրում, որ կոմունիկացիաները բացվում են, այ ուզում եմ նաև խոսեք այս վարելիքի ներկրման մասին, հացահատիկի ներկրման մասին, որոնք դարձյալ իշխանությունները ներկայացնում են որպես շատ դրական դեպի խաղաղություն միտված քայլեր, դեպի խաղաղությանը բերող խաղաղաբեր քայլեր։ Եվ սրա մասին ինչ կասեք, սրա մասին նույնպես թերահավատ եք թե ոչ։ Ոչ թե թերահավատ եմ, տեսեք, այդ նախորդի ասածով ինչ կասեի ձեզ, հարմարվելու վրա է ժողովուրդը կասի։ Գիտեք, մի պերիոդ կարող է անցնի, ասի դե կարևորը մեր բյուջե փող է գալիս, հիմա հերն էլ անիծած։ Այդ դրամ։ Հիմա նույնն էլ էս պարագայում շատերի համար, գիտեք, այն որ ասում է, «Էդը չիստը բիզնես»։ Դե հիմա բիզնեսա բերում են, հիմա այստեղից չենք բերում, այնտեղից ենք բերում։ Այսօր խոսքը գնաց, որ արդեն կա նախնական պայմանավորվածություն, որ կրկին Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի, մանավանդ որ գիտեք հիմա, ռուսական գազը Ադրբեջանի տած, բայց դիտակում էլի ստացվում է գալու է Վրաստան, էլի նոր Հայաստան։ Ընդ որում այս պարագայում աբսուրդ է, որովհետև եթե դու տենց ես անում, ստացվում է Լարսի շրջանցող, բայց էլի Բագրադաշենի տամոժնիով անցնելու։ Այսինքն նույն էլի նենց չի, որ մի մեծ բան է փոխվում։ Բայց իրենց ասելով դա խաղաղություն պարունակող քայլ է, որովհետև եթե մեզ հետ հակամարտող մինչև վերջերս պատերազմող Ադրբեջանը մեզ էսա տալիս, ուրեմն դուք ինչպես Միջանցքի դեպքում ասեցիք, ուրեմն հաստատ մեր վրա հարձակում չի լինի, մեր պատերազմ չի։ Այո, միջազգային տեսանկյունից շատ ավելի շահեկան դիրքերում է Ադրբեջանը, որտեղ ինքը այդ քայլերը դեմոնստրացնում է որպես մարդասիրական մի հումանիզմի դրսևորում, բոլորն էլ ողջունում են Ադրբեջանի տպավորությունը, որ մենք այստեղ սոված ենք, մենք այստեղ ոչ նավթ ունենք, ոչ բենզին ունենք, մեզ լավա որ Ադրբեջանը տալիս է, հասկանում եք ոնց են ներկայացնում։ Այսինքն, որ Ադրբեջանն է ձեռք մեկնում մեզ, հասկանում եք, այդ բարեդրացիությանը գնում։ Էժան բենզինա տալիս, էժան բենզինը ավելի գալիս իր ճանապարհով մեր երկիր, էժան հացահատիկը նույն այս տրամաբանության մեջ, իդեպ բանը այսօր հաստատվեց, կարծեմ հաստատվեց, ասեցին, որ փետրվարի 1-ով Թուրքիան էլ իր հերթին այդ հիշում եք ասում էր որ սիմվոլիկ ընդառաջում պետք է լինի երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողներին պետք է թույլատրի սահմանահատումը հայ-թուրքական այդ էլ է իհարկե բան բայց այդ ամեն ինչի համատեքստում ես մի հատ շատ ավելի լուրջ մտահոգություն ունեմ այո տեսեք ես միշտ ասել եմ Ալիևը մի հատ խոսք ուներ չէ ասում էր մենք այլևս տանկերով չենք գա չէ որ մենք կգանք ընդ որում ուղիղ տեքստով ասում էր Արևմտյան Ադրբեջան Հայաստան են նկատի ունենալով հիշում եք իր առավելապաշտական նկարտումները ուր են հասնում ինչ էր ասում էր մենք ավտոներով ենք գալու չէ հիմա տեսեք այդ 43 կիլոմետր հատվածը Նռնաձորից մինչև Մեղրի այդ ամբողջ ենթակառուցվածքն մուլտիմոդալ այդ ամբողջ ենթահանգույցները կառուցելու համար
պատկերացնում եք, չէ՞ ինչ աշխատուժ է, ինչ քանակի աշխատուժ է պահանջվելու։ Հիմա ունենք մտահոգություն, թե ինչ ընկերություններ են շինարարական գալու այդ շինարարությունը կատարելու, որտեղ միայն ներքին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ու հայկական կազմակերպությունները չեն գալու, որպես այդպեսին, չէ՞, այդ գործառույթներն իրականացնեն։ Հիմա կարող ենք մտածել, թե ովքեր են գալու, կարող է, չէ՞, ադրբեջանական, թուրքական ընկերություններ գան։ Այդ մարդիկ ինչ որտեղ ապրելու են, չէ, ինչ որ երկար ժամանակահատված, որտեղ դա մինիմում 4-5 տարի պահանջվելու է այդ ամբողջ շինարարությունը։ Այսինքն մտահոգություն ունենք, չէ, որ իրենք գալու են, մնալու են, ադապտանա, ոնց ենք հայերս, չէ, Ռուսաստանի դաշտություն, աշխատուժ, այդ խոպան ասածը։ Գնում են, աշխատում են, հետո մնում են։ Նկատի ունեք թուրքեր ու ադրբեջանցիներ են այստեղ գալու մնալու։ Ես չեմ բացառում։ Ես ձեզ տարբերակ է, չէ, այսինքն դուք բացառում եք նման սցենար հիմա, որ տեղավորվելու են վաղը մյուսօր այդ առումով, որովհետև այսօր ինչպես դուք եք ասում, այնպիսի մի վիճակում ենք դեռ այս ամենի հետ կապված, այս պայմանագրային իրողությունների հետ կապված, որ դեռ ամեն ինչ կարծես թե դեռ անորոշության դաշտում է։ Հիմա հիմնարկեգը պետք է լինի, որ հասկանանք, բայց այդ մարդիկ գալու են այստեղ շինարարական ընկեր, տեսեք հյուսիս հարավը որ կառուցում էին, հիշում եք տարբեր տեղերում այդ ամբողջ ճանապարհի դա չինացիներն են, չէ, հիշում եք տարբեր կորպորացիաների այդ պայմանագիրը աշխատուժը դրսից էին գալիս, այդ մարդիկ գալիս են, շատեր այստեղ գրանցվում են, ապրում են, մնում են եւ այլն, իսկ այստեղ մեր խնդիրը ի՞նչն է, որ այսօր ամենավտանգավորն է դեմոգրաֆիական պատկերի փոփոխությունը։ Հիմա Ալիևը դրա համար Ալիևը հենց այնպես չի ասում, այլ հաջորդ անգամ ինձի պատերազմ պետք չի։ Ես այդ հարցը ուրիշ ձև եմ լուծելու։ Սնգի պես թվականակը իրենց աճում է մարտականակը։ Իրենց խնդիրն է, այստեղ Հայաստանը բնակեցնել ադրբեջանցիները չեն դադարում, եկենք նայենք մի քիչ գանք դարձյալ էլի։ Դե հիմա այս պահին ուրիշ Ադրբեջանը չի դադարեցնում էլի։ Այս պահին շատ զիջողական է Ալիևը, որովհետև իրեն պետք է որ հունիսին վերարտադրվող նույն իշխանություններ լինեն։ Ֆիդանը շատ ուղիղ տեքստով հիշում եք։ Մի քիչ Ֆիդանի ասածների մասին խոսեք։ Ֆիդանը երևի թե նաև այս Միչանսկի պահով սրանով էր երևի այսօր ձեր թույլտվությամբ եզրափակենք, այ Ֆիդանը ինչ տեսակետները արտահայտել, մանավանդ Ֆիդանը եղել է 18-ից ի վեր Թուրքիայի արտաքին հետախուզության ղեկավարը եւ հնարավոր չի որ զգալի դեր խաղացած չլինի 44 օրյա պատերազմի իրողությունների հետ կապված եւ ընդհանրապես բոլոր այլ հակահայկական իրողությունների հետ կապված եւ նա կարծես թե շատ ոգեվորված է, իսկ դա այսպես առաջի հայացքից հայ մարդուն լավ բանի չի բերում, լավ մտորումների տեղիք չի տալիս, որ շատ ոգեվորված է թրիպով, շատ ոգեվորված է այս իրողություններով, հայ-ադրբեջանական հարաբերությունների այս հետ կապված այս իրողություններով եւ իհարկե նաեւ ակնարկում է, ինչպես դուք եք ասում, որ իրենց համար իրենց տեխնացուն, իրենց նախընտրելի տեխնացուն Նիկոլ Փաշինյանը մարդը իր կարծիքն է հայտնում, իհարկե այդտեղ ինքը շատ դիվանագիտորեն է լրագրողի հարցին պատասխանում, շատ հետաքրքիր ձևակերպումով ասելով, որ դե մենք լսել ենք, մենք գիտենք, որ սոցհարցումների արդյունքում գերադրողը դա գործող իշխանությունների դեմս վարչապետի, մենք տեսնում ենք նրա ջանքերը, ամեն ինչ, մենք, այսինքն ուղիղ տեքստով չի ասում, որ մենք ուզում ենք, որ ինքը լինի ու վերջ։ Այդ որը որ շատ դեպքերում ինչ որտեղ նաև շահարկվում է որպես արտաքին միջամտություն ներքին գործերին բան, անկեղծ ասած ես նկատելի է այդ նկրտումները իրենց այդ բանը, բայց ինքը ուղիղ տեքստով նման ձև չի արտահայտվել, այդպես։ Բայց հասկանալի է, որ իրենց համար սրտի վարչապետը իրենց Հայաստանի բնականաբար Նիկոլ Փաշինյանն է, դա աներկբա է։ Ասում եմ, որ Թուրքիայի կողմն է դա ասում, կամ որ Ադրբեջանն է դա ասում, մենք ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքը, որը ես ինչ եմ դա կիրառում այդ արհեստածին տերմինը, որովհետև դա իրականում էլի նույնն է, ստացվում է անխոչնդոտ երթևեկը եւ որ Թուրքիան դառնում է հաբ երկիր, այդ միջանցքի տրամաբանությամբ այդ ամբողջ միջին Ասիայի երկրների բեռների տեղափոխումից հետո, որովհետև Հայաստանի հատվածը ինքը հանդիսանալու որպես տրանզիտ կոդի անցումային հատված։ Իսկ այնտեղ հաբի պես բան է դառնում, հասկանում եք։ Այնտեղ հավաքակայանի տեղադառնում այդ բեռների, այդ պատկերացնում եք, չէ՞, այնտեղից նոր ցրվելու ամբողջ Եվրոպայով մեկ։ Բա պարզ է, որ իրեն ձեռնտու է։ Իրենք ընդ որում Վրաստանը երեք հայտարարեց, որ վերակառուցելու է դեպի Սարպի գնացող Աջարիայի հատվածի իր ճանապարհը միջին Միչանսկի տրամաբանության շղթայով, որովհետեւ այդ ճանապարհը եւս որտեվ իրենք էլ չեն ուզում անմիջոցորդ մնան, այնտեղ էլ բիզնես շահեր կա։ Բայց այստեղ հասկանալի է, որ այս ճանապարհը, որ լինելու է Նախիջևանով, շատ ավելի ձեռնտու է։
Իրենք շատ մտահոգված են, որ հանգարց օրինակ շահագործվի Ղազախ Իջևան երկաթուղին, որովհետև դա էլ կաբողակ է Գյումրի Կարս երկաթուղու վերաշահագործման պարագայում, դա էլ Կարսն էլ իր հերթին երկաթուղային ցանցի համար, բայց տվյալ դեպքում բոլորի ուշադրությունը սևեռված է կոնկրետ Զանգեզուրի միջանցք ասածով, հենց այնտեղի ճանապարհը անցնածով։ Օգտագործեցիք միջանցք արտահայտությունը, որ էլի Դե տեսեք, ել չասեմ գեոպոլիտիկ տեսանկյունից, որ թուրքերի համար դա դարերի երջանկության պահն էր, որ այդ հատվածը, որը որ այսքան ժամանակ իրենք չէին որևիցե կերպ տնօրենում կամ տիրապետում կամ ազդեցություն ունեն, այսօր այդ ազդեցությունը վերացված է։ Իրենք թուրքական աշխարհի հետ արդեն ուղիղ կապ ունեն այդ միջանցքով։ Այդ Թուրան մեծ Թուրանի գաղափարը ասում են, որ միջանցքը 2020 թվականի նոյեմբեր 9-ի համաձայնագրով էր ըստ էության, մենք դա հերքեցինք, մենք դա չեղարկեցինք, իսկ սա ճանապարհ է բոլոր ինքնիշխանության, անկախության, բոլոր ատրիբուտների պահպանումով։ Ես ինչ եք կարծում, որ թեզն է անցնելու դեռ, քանի որ երկուսն էլ առարկայական դաշտում չկան, չէ՞։ Եկեք ծուռը նստենք, կոռեկտ խոսենք ճշտի մասին։ Եթե ես տեսեք իմ մտահոգությունները բերեցի։ Եթե իմ մաքսավորը, իմ հսկիչ անցագրայինի աշխատագիծը, իմ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով ինք այդ գործառույթը չի իրականացնելու, ներողություն, ամերիկացին է իրականացնելու։ Ես իմ ինքնուրույնությունը կորցնում եմ, ինքնիշխանությունը, իմ գործառույթը չի իրականացնի, թե հա, ուղիղ հարց եմ տալիս, կորցնում եմ։ Հարց եմ տալիս, քո տարածքից քո ճանապարհը, ամերիկացի մեր ախպերն է։ Քո ճանապարհը դու իշխանել, որ այնտեղ իր շինարարական աշխատանքը իրանք են ֆինանսավորում, իրանք են ներդրումներ անում եւ այլն։ Դա քո տարածքն է, ճանապարհը անցնում է։ Այդ դեպքում անվտանգության մասով ասում են, որ հայկական կողմը այդ շտաբ օգնություն, ոստիկանություն, այդ ինչ որ մանր-մունր ատրիբուտները անելու են հայերը։ Այստեղ էլ մի հատ ուրիշ խնդիր է, թե ինչ ձևաչափով են անելու, այդ էլ չկա բացված, թե կարդանք, տեսնենք, նայենք այդ ոնց է այդ գործառույթները։ Գալիս ենք նրան, այդ տարանցիկությունը տալիս ես քո երկրի տարածքը, ճանապարհները անցնում են, քեզ տալիս են 26%-ը։ Այդ արդեն խոսում է ինքնիշխանությունից, բացարձակ ինքնիշխանությունից։ Ես մի հատ նախադեպ բերեմ ձեզ, որպես միջազգայնագետ։ Համեցեք։ 1956 թվականին Եգիպտոսի նախագահը գլխին գավ, ոչ թե գլխին գավ, ինքը լավ էլ տիրապետում էր, որ Սուեզի ջրանցքը պետք է ազգայնացնել։ Այո։ Մինչ այդ Սուեզի ջրանցքի աշխատանքների համար, որտեղ ֆինանսների խնդիր կար, ջրանցքի շինարարության համար Ֆրանսիան, Բրիտանիան մասնագիծ էին։ Եվ համատեղ պայմանագրեր էին կնքել եւ այլն, շահագործեցին։ Այս նման նույն տրամաբանության բաններ։ Ֆինանսական մեծ մասը բաժին էր անգնում այդ երկրներին եւ մի օր Եգիպտոսի նախագահը որոշում է, որ պետք է ազգայնացնեն։ Դուք գիտեք հաջորդիվ ինչ սցենարներ է եղել։ Միայն Մեծ Բրիտանիայի վարչապետը այդ ժամանակի ասել է, որ միջազգային նախադեպ է արդեն դա արդեն ձերը չի։ Դա միջազգային տրանզիտ կոդի է։ Դա այլևս ձերը չի։ Սուեզի ջրանցքը հիմա ինչ կարգավիճակ ունի։ Հիմա ես ունեմ այդ մտահոգությունը, դուք չունեք այդ մտահոգությունը։ Ես օրինակ եմ բերել, այդ որպես մասնագետ օրինակ բերեցի, որ ասում են, այտենց դեպքեր, հələ մի հատ օրինակ բերեք, բերեցի մի հատ օրինակ։ Դա խնդիր է, թե մտահոգությունների հարցով ձեզ մի քիչ ավելացնեմ ձեր մտահոգություններին, այն դաշտի տեսակետը իհարկե փոխանցելով, պահպանելով իմ եթերավարի չեզոքությունը, ասում են նաև մտահոգությունները նաև այս թրիպի հետ կապված աշխարհքաղաքական երկու կարևոր գործոնների բացակայությունն ու կամ դեռ լրելային համաձայնությունը թե անհամաձայնությունը կամ չգիտեմ ինչ որ անորոշ կեցվածքը Ռուսաստան եւ Իրան, այսինքն այս ճանապարհի հետ կապված Պաստորեն այդ երկու խոշորագույն խաղացողները տարածաշրջանի, այսպես գործոնները տարածաշրջանի, եթե իրենց դաբրոն եւ իրենց մասնակցությունը չեն, մասնակցության հայտը չեն ուղարկել այս ամենին, ուրեմն դա նաեւ աշխարհքաղաքական վտանգ է։ Կիսում եք այդ կարծիքը։ Այո, կիսում եմ, ես կհիմնավորեմ իմ տեսակետից նաեւ, բայց մի հատ վերադառնանք նախ։ Վերադառնանք, այո։ Օրինակ եք ուզում Պանամայի միջանցք ջրանցքը, խնդիր էր թե չէ։ Պանամա պետությունից առանձնացվեց, չէ՞, հատվա, հիշում եք այդ դեպքը։ Հիմա
ընդ որում այստեղ կգա ժամանակը կհիշեք իմ խոսքը։ Խոսքը գնա նաև վաղը մյուս օր Դրեյկի նեղուց Արգենտինան Անտարկտիդայից բաժանելու հատվածով, որտեղ ոնց որ հիմա Թրամփը ուզում է Գրենլանդիա, Իսլանդիա վերցնել Արկտիկայի ելքը, դեպի մուտքը ավելի ճիշտ, նույնն էլ ուզենալու է Անտարկտիդայի։ Իսկ Անտարկտիդան որպես մայրցամաք գիտենք ինչպես։ Վաղը ինքը ասելու է Անտարկտիդան էլ է հիմա։ Եվ ասեցի Ավստրալիա, Նոր Զելանդիա, Միկրոնեզիա, Պոլինեզիայի կղզախմբերի երկրները, ոնց որ Հավայան կղզիները այդ տրամաբանությամբ եւ այլն եւ այսինքն նաեւ գալիս է Եվրասիա մայրցամաքը Խաղաղօվկիանոսյան էսմյուս ափից։ Վաղը մյուս օր չզարմանաք Ֆիլիպիններ, Ինդոնեզիա եւ այլն։ Հիմա գալիս ենք այդ մտահոգություններից, որ ասեցիք, տեսեք դուք ինչ օրինակ եք բերում, այդ կարծեմ թրիպի, հա, մասով որ ասեցիք։ Այո, նաև որ ասում են թրիպը չդառնա Աստված մի առասցե, Հայաստանի համար որպես իրար միջև դեռ հակամարտող Արևմուտք, Ռուսաստան կամ Արևմուտք, Իրան հակամարտությունների թատերաբեմ թրիպի պատճառով։ Այո, չի բացառվում։ Մենակ այն, որ տեսեք, հիմա այնտեղ կանգնած են լինելու Միացյալ Նահանգների նաև, եթե ոչ զորամիավորում, այլ ինչ որ ռազմական ուժի ներկայացուցիչներ լինելու են, որովհետև այդքան ենթակառուցվածքները, որ իրանք կառուցում են, ստեղծում են, որքան էլ տնօրինումը ում է տրվելու, ովքեր են հսկելու այդ վերահսկողությունը ոնց է լինելու, նման կառույցների, նման այսինքն գազամուղ անցնելու այդ տեղով։ Դե կասեն օպտիկա մալուխային կաբեր են, չէ, ուղղակի մենք սուտ տնտեսական այդ կառույցի անվտանգությունը վերահսկել, քաղաքական ոչ մի բան չենք հետապնդելու, ոչ ռուսների դեմ, ոչ էլ իրանցիների։ Բացառված է, իսկ ինչ վերաբերում է ռուսների պահով, տեսեք, ռուսներն էլ ունեն իրանց հետաքրքրությունները։ Եթե օրինակ նոյեմբերի 9-ի ռասկլադը չի գործում, ապա իրանք ուրիշ բան ունեն։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ այստեղ կա, նայեք։ ՅԿԺԴ-ի հետ կապված խնդիրը։ Տեսեք, վարչապետը իր բերանով ասում է, պետք է շինարարությունը սկսեք, հələ որ խնդրանքի տեսքով ասում, որ երկաթուղիները ամբողջ Հայաստանի չէ, ցանցը տրված է Ռուսաստանին, ՅԺԿԴ-ին եւ հետեւաբար դուք պետք է կառուցեք։ Նրանք ուրիշ բան են ասում։ Նրանք ասում են, եթե մենք ենք կառուցում, ուրեմն մենք էլ այդտեղից այսպես ասած փայ ենք ունենալու։ Այսինքն մենք սարքենք, դուք շահագործեք, մենք չօգտվենք դրանից։ Այստեղ այդ երկաթուղին, որը որ օրդուպատից մտնելու է Ագարակ եւ գնալու է մինչեւ Նռնաձոր, որ Կովսական գնա, այդ միջնավան գնա, այդ հատվածի շինարարությունը եթե իրականացրեց ռուսական կողմը, բնականաբար ռուսական կողմն էլ անմնացող չի մնալու։ Այդտեղ էլ պետք է հասկանանք հիմա, այն 26%-ը, որ մտնելու է Հայաստանին, այդտեղից Ռուսաստանին տալու փայ կա, թե չկա, թե դա ուրիշ հաշվարկ է։ Ոնց է այդ լինելու։ Դա ուրիշ հաշվարկ է, դա երկաթուղային ճանապարհի հաշվարկը չի, չէ՞։ Եթե դա չի մտնում երկաթուղային հաղորդակցության մեջ։ Մի հատ էլ անդրադառնանք։ Հայաստանի ամբողջ երկաթուղային ցանցը ամբողջ տարածականությամբ Ռուսաստանինն է։ Ռուսաստան պայմանագրով, ահա։ Եվ այս մասով իրենք ասում են, դեսա մեր տարածքն է, հետեւաբար ժամանակին այդ խորհրդային միության ժամանակ եղած երկաթուղիների բանը պետքա վերականգնի, ընդ որում միայն դա չի։ Նրանք նաև ակնարկում են այդ Ֆիալետովը, Լերմոնտովը, այդ Դիլիջանի կողմից գնացողը դեպի Ղազախիջևան։ Հիմա նույն ձևով ասում են, դա էլ պետք է վերականգնվի։ Հիմա ես էլ ուղիղ հարց եմ տալի, ռուսները այդքան միամիտ են, պետք է ասեն, եկեք սարքենք, ոչ մի բանից չօգտվենք։ Իսկ եթե օգտվելու են, ինչ սցենարով են օգտվելու։ Որն է թափանցիկ լինելու այս պահը, ո՞րից ենք մենք իմանալու, այդ 26%-ից էլ է ինչ որ բան տրվելու, թե ոչ։ Եվ այստեղ էլ հարց է, Ռուսաստանը արդյոք այդ քայլին կգնա։ Եկեք ուրեմն այսօր այս դեռ հարցականների այսպես առաջադրումով, ինչպես ասենք, երևի թե շատ բան ասեցինք մեր ունկնդրի համար, ինչպես ասում են, թողնենք այսքանը մեր ունկնդիրները մարսեն, չէ, իմաստավորեն, հասկանան, իրենք իրենց մեջ վերլուծեն, այս հարցականները ձեր թույլտվությամբ, ձեր շնորհակալություն հայտնելով այսօրվա մեր թողարկումն ավարտենք, երևի թե մյուս մեր հանդիպման ժամանակ գուցե իրողությունները ավելի հստականան կամ կոնկրետանան եւ արդեն խոսենք արդեն այլ իրողությունների մասին այս հարցերին վերաբերող։
Այնպես որ այսօրվա համար շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ, մեր տաղավարում էր միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, ես կրկին դիմում եմ մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրելով նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել One Talk YouTube-յան ալիքին։ Այսօր այսքանը, կհանդիպենք։